Մայիսի 2-ին ժամը 13:26-ին Գյումրու փրկարարական վարչություն ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու բուլվարային թաղամասի Արագած փողոցի թիվ 4 շենքի առաջին հարկի պատշգամբի տակ հայտնաբերվել է պայթուցիկ սարք։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ 9 հարկանի 1 մուտքանի շենքում ընդամենը 18 ընտանիք է ապրում։ Բնակիչների մեծ մասը դեպքի պահին տանը չեն եղել։ Մյուս 30 բնակչին փրկարարները տարհանել են։ Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները։ Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանում փորձաքննության համար։ 10-ից տուն եկա, երեխեքն դիսեցին, այստեղ ռումբ կա դրած, ես չավատացի, եկա այստեղ հասանարդվների վրանոր տուն բդի մտնեի, դիսեցին եդար չի կարելի։ Մաման զանգեց իրան, ասաց, որ ինչ որ շենքի տակը պայթուցիկ սարք կա տեղադրված, այդպես շուտ հասանք շենքի դուր, արդեն այստեղ մարդիկ արդեն հավաքված էին ու ինչ որ օգնական ուժեր կանչեին։ Մարդիկ եկան այստեղ հավաքված, հանեցին այսպես աման էր մեծ։ Նարոնսա, որ դիք հայտնվել է տեղ գորդեղ է, իրանք զարգել են, դիք դեղ է մնաց է, գորդին է պախել է։ Տեղեկով վարակայնս խորատակ ենենք, հաշկս ընկա, որ շենքի տագը բանք է, որ դիքցա տեսավ մինան է։ Մայլեն հարբ միլիցա կա, իրանցեցինք, ինքը զանգեց եկան։ Տեղում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պատշգամբի տակ դրսի կողմից 9 հարկանի շենք էր, կա արկ հակատանկային։ Շենքը տարահանվել է բնակիչները, շրջափակվել է շենքը ամբողջությամբ ոստիկանության կողմից, կապնվել ենք Գյումրու զինվորական կայազոր, սակրավորներ ենք կանչել, տեղում պարզվել է, որ արգը ուսումնական է և ոստիկանությանն է հանձնվել արգը հետագա ուսումնասիրություններ կատարելու համար։